Ես Արմինե Հայրապետյանն եմ, մասնագիտությամբ պատմության մասնագետ, ապրել եմ Արցախում, վերջին տարիներին Ստեփանագերտում։ Արմինե, կարող եք պատմել ձեր ընտանիքի պատմությունը, որտեղից են նրանց արմատները, ձեր նախնիները, որ թվականից են ապրում Արցախում, ինչպես տեղեկություններ ունեք նրանց մասին։ Ես ծնվել եմ Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, պատմական անվանումը Դռնավարզ, Ստեփանյանների տոհմից եմ։ Վերջին շրջանում ես փորձել էի գերեզմանոցում տապանաքարերի միջոցով հասկանալ իմ արմատները, մինչև որ ժամանակաշրջանն են գնում, հասել եմ մինչև 19-րդ դարի սկիզբ, իմ պապի գերեզմանը միջև, որի անունը Ստեփան էր, նրանից ծնվել է Հայրապետը, որը իմ պապիս ապուպապի գերեզմանը, որը Ստեփանն էր, նրա որդին Հայրապետը իմ պապի պապն էր, որի անունով պապս վերցրեց իրեն ազգանուն։ Մենք սկզբում Ստեփանյաններ էինք, հետո պապիս պապի անունով դարձանք Հայրապետյաններ։ Մորական կողմս Քարագլուխ Շիկաքարից է, Խաչատրյանների տոհմից, թե Կարմիր գյուղում երբ բանից էին ապրում, պարզապես գյուղի այդ տարածքը բնակեցվել է 17-րդ դարից, ամենայն դեպս մինչև այդ շրջանը ունենք շիրմաքարեր, գյուղը մինչ այդ քիչ ավելի ներքևում էր, մի 3 կիլոմետր, որի անունը պատմության մեջ հստակ չէ ինչ էր, պարզապես գիտենք, որ թշնամիների հարձակումներից հետո մեր գյուղացիները ներքևի մասից, որտեղ այժմ կա սրբատեղի ըղեն նահատակ, այդ վայրից տեղափոխվել են ներկայիս գյուղի տարածքը։ Մեր գյուղի տարածքում ունենք նաև վաղ քրիստոնեական գերեզմաններ, որոնք բացվել են այդ ըղեն նահատակ կոչվող տեղամասից քիչ արևմուտք ներքև, երբ խորհրդային տարիներին այնտեղ ջրամբար էին կառուցում, այդ ջրամբարի տեղը պարզվեց գերեզմանոց է վաղ քրիստոնեական։ Ես հիշում եմ, որ հայրս մի անգամ, երբ եղել էր Գանձակում աշխատանքի բերումով, պատմեց, որ շատ տարօրինակ կերպով իրենք անասնակեր էին գնացել Գանձակից բերելու կոլտնտեսության ֆերմայի համար անասունների, ասաց, որ հերթի ժամանակ, երբ եկել էր ճաշի ժամը եւ նրանք հաց էին ուտում, մի մարդու դեմք իրեն շատ հարազատ էր, ընդ որում Ստեփանյանների տոհմի տղամարդիկ աչքի էին ընկնում իրենց մեծ քթով, ասաց այնքան շատ էր նման մեզ, որ ձգում էր, ասում էր ես իրան էի նայում ինքը ինձ, հետո մոտեցա, խոսեցրի, պարզվեց ինքը Շաքիից էր, եկել էր այնտեղ, բայց ինքը ուներ Ստեփանյան ազգանունը։ Մտածում էինք, այն ժամանակ հայրս ասում էր, ես պետք է հետաքրվեմ, չի բացառվում, որ մեր տոհմը Կարմիր գյուղում հայտնվել է Շաքիից, բայց հետո Արցախյան շարժումը սկսվեց, այդ մտահղացումը այդպես էլ մնաց որպես մտահղացում, բայց պատմությունից ես իմացա, որ ժամանակին Արցախում վատ օրերին, ասենք սովի ժամանակաշրջան, հիվանդությունների ժամանակաշրջան, կռիվների ակտիվ տեղաշարժ է եղել, արցախցիները տեղափոխվել են տարբեր տեղեր, Լոռի, տեղափոխվել են Տավուշի շրջան, նաև եղել են վերադարձողներ։ Ես մտածում եմ, որ մեր տոհմը գնացել ու վերադարձել է։ Չգիտեմ, միգուցե շատ եմ ուզում, որ մեր գյուղից լինի, մեր արմատները դրանից է, բայց մտածում եմ, որ այդ տեղաշարժի ժամանակ մի թևը մնացել է Շաքիում։ Դե մորական կողմից էլ շատ տվյալներ չունեմ, բայց իրանց ասելով միշտ ապրել են Քարագլուխ գյուղում։ Տատս, որ շատ երիտասարդ է մահացել, թաղված է Քարագլուխ գյուղի Խաչին խութ կոչվող գերեզմանոցում։ Այնտեղ կա միջնադարյան շատ հայտնի գեղաքանդակ խաչքարեր 2 հատ, որոնք լավ ուսումնասիրված են եւ
հուշարձանների ուսումնասիրման տարբեր գրքերում ներառված են, տատիկիս գերեզմանը գտնվում է հենց այդ խաչքարերին մոտ։ Ես փոքր ժամանակ եմ եղել Քարագլուխ գյուղում, հիշում եմ ճանապարհ չկար այնտեղ գնացող մեքենաների եւ այդ գյուղը հենց այդ ճանապարհների կոմունիկացիաների համար հայաթափվել է։ Մենք քանի դեռ պապիկս այնտեղ էր, մենք մինչև Խրամորդ ավտոբուսներով գնում էինք, հետո ոտքով բարձրանում էինք Լեռնի վեր, մինչև գյուղ եւ հիշում եմ, որ միշտ երեկոյան մտնած հասնում էինք տուն, բայց շատ ջերմ հիշողություններ ունեի Քարագլխից, միշտ ուզում էի գնալ պատերազմից հետո, բայց քանի որ ես ականի վրա պայթյունից շատ վախենում եմ, միշտ հետաձգում էի այդ գյուղ գնալը, մինչև որ վստահ լինեմ, որ մաքրված է տարածքը։ Վերջապես ինձ հաջողվեց 21 թվականին առաջին անգամ մանկությունից հետո գնալ Քարագլուխ, գտել եմ տատիկիս գերեզմանը եւ սիրահարվել եմ այն գյուղին, յուրահատուկ էներգետիկ տարածք է, Շիկաքարի ամրոցը, եւ իմ ընկերները, ծանոթները, ովքեր կարճ ժամկետով գալիս էին Արցախ եւ ասում էին մի հետաքրքիր տեղ, բայց եւ նաեւ մոտիկ լինի, որ հասցնենք օրվա մեջ տեղավորվել ծրագրերի մեջ, նաեւ լինել որևէ հետաքրքիր պատմական միջավայրում Արցախի, ես անմիջապես ասում եմ գնացին Քարագլուխ եւ տենց ընկերներիս շատերին ուղեկցեցի Քարագլուխ։ Ուղղակի միշտ զարմանում էի, որ այդ ստրատեգիական տարածքը ճիշտ չէր օգտագործվում մեր կողմից, չգիտեմ։ Իսկ ինչով էին զբաղվում ձեր պապիկը, տատիկը, ձեր ծնողները։ Պապիկիս, տատիկիս արդեն հիշում եմ, որ նրանք թոշակառու էին, բայց պապիկս տարբեր այն ժամանակ վարչական պաշտոններում էր եղել, այսպիսի գյուղխորհրդի նախագահի պաշտոնգոյություններ, գյուղխորհրդի նախագահ էր։ Տատիկս տնային տնտեսուհի էր միշտ, տենց շատ կարճատև իր Որական պապիկս եղել է կոնտեսության նախագահ, կոնտեսության հաշվապահ եւ այդ շրջանում ինչքան լսել եմ շատ հարգված ազնվորություն էր։ Հայրս մինչև Արցախյան պատերազմը եղել է մեր կոնտնտեսության անասունների ֆերմայի վարիչը, հենց այդ աշխատանքով էր նա հաճախակի հայտնվում Գանձակում։ Մայրս ուսուցչուհի էր մեր գյուղի դպրոցում, հետո խորհրդային կարգերը փլուզվելուց հետո երբ կոնտեսությունը քանդվեց, պատերազմ եղավ, հայրս վիրավորվեց, երկրորդ կարգի հաշմանդամ էր, մայրս էլ շարունակեց աշխատել մինչև թոշակի անցնելը գյուղը։ Ինչ ընտանեկան պատմություններ հետաքրքիր գիտեք, որ ձեր հիշողության մեջ տպավորված են, մնացել են մինչև հիմա տատիկ պապիկից կամ ծնողներից։ Շատ ջերմ հիշում եմ պապիկիս, որ շատ երեխայասեր էր։ Մենք առանձին էինք ապրում գյուղում, տատիկս ու պապիկս առանձին, ես հիշում եմ, որ ջուրը աղբյուրից տանում էինք տուն, տունը ջուր քաշած չէր։ Հիշում եմ, որ պապիկս ամեն օր մեզ համար էշի վրա բարձած ջուր էր բերում եւ միշտ պարտադիր մամայի ստիպում էր իր հետ նարդի խաղալ։ Հենց արդեն տեսնում ենք, որ պապիկս գալիս էր, մամային ասում ենք, դե գործերը թող, մեկ այնքանացած զբաղված եմ, ինքը ասելու է ոչինչ։ Մի անգամ խաղանք, ու այդ մի անգամը դառնում էր մի քանի անգամ, որովհետև երբ պապիկս պարտվում էր, չէր ընդունում, պիտի անպայման հաղթեր նոր գնար։
Հիշում եմ, որ պապիկս ինձ շատ էր սիրում, որովհետև ես ծնվել էի նրա ծննդյան օրը։ Չգիտեմ որտեղից ինքը գիտի, որ ինքը ծնվել է ժամը 12-ին, իսկ ես ժամը 10-ին, միշտ ասում էր մեր տան մեծը ես եմ, բայց ինձանից մեծ մեկն էլ կա, որը 2 ժամով ինձնից մեծ է, դա ես էի։ Եվ շատ սիրում էր փոքր եղբորս, որը իր վերջին թոռն էր փաստորեն։ Եվ գյուղացիները պատմում էին, որ երբ անտառում կամ այդ բուստանի կողքով երբ պապիկս աշխատում էր, անցնում էին, տեսնում են, որ պապիկս ինչ որ խոսում է բարձր ինքն իրան, կարծում էին, որ ինչ որ մեկը կա, որ մոտենում են, տեսնում էին մենակ է։ Երբ հարցնում էին ում հետ ես խոսում, ասում էր Ժիրոյի այդ փոքր եղբայրս էր, որ ինքը շատ սիրում էր, այտենց ամբողջ օրը իրար հետ էր եւ ասում էր համ աշխատում էր, համ ասում էր ցավը տանեմ, ուտեմ քեզ, բան այտենց միշտ անընդհատ իր օրվա մեջ աղբորոս հետ էր։ Էլ ինչ եմ հիշում։ Ծանր հիշողություն ունեմ, որ տպավորվել է եւ ես դա չեմ կարողանում մոռանալ, ինչքան որ փորձում եմ, դա հայրիկիս մահն է։ Նա մահացել է տանը եւ իմ ձեռքերի վրա։ Հիշում եմ, որ իր հիվանդությունը մենք թաքցնում ենք իրանից, հետո հասկացանք, որ ինքն էլ թաքցնում էր մեզանից, որ գիտի, որովհետեւ հոպարներից մեկին, որ ասում էր, դե որ էս հալավանաս հիվանդանոցից գնանք բան, ասեց տենց բան չի լինելու, պարզապես ինքը հոպարից խնդրեց, որ մեր ընտանիքին ինքը թիկունք կանգնի, երբ ինքը չլինի։ Բերում էր, որովհետև մեր գյուղը դարձել էր տարանցիկ ճանապարհ, ոտքով գալիս էին մեր գյուղով, անցնում էին, գնում էին դեպի Հադրութ, դեպի Ճարտարբան, մարդիկ սնունդ հայթայթելու համար գյուղերից։ Ես հիշում եմ, երբ մի տղամարդ շատ նենց հյուծված բերեց մեր տուն, մեր տանը տապակած կարտոֆիլ էր, եւ հիշում եմ, որ այդ մարդը անդադ լցնում էր ափսեի մեջ տեղ չկար, բայց ինքը լցնում էր։ Հայրս ասեց կա էլի հանգիստ կերեք էլի կլցնեք, այդ մարդը կատակով ասեց այնքան սոված եմ, որ աչքս չի կշտանում, ինձ թվում է ես անդադ սոված կմնամ։ Էդ էր որ շատ տպավորվել է իմ մոտ։ Էլ ինչ պատմում։ Ձեր մանկությունից որտեղ եք հաճախել ձեր ուսման մասին։ Հաճախել եմ մեր գյուղի դպրոցը, ինչպես նշեցի, մանկությանս տարիներն անցել են պատերազմական շրջանում, բայց ժամանակ ինչ որ մի տարօրինակ ոգևորություն կար, չնայած որ
էլի վատ օրեր ունեինք, էլի զոհեր կային, կորուստներ կային թանկ, որովհետև այն ժամանակ մի տեսակ հաղթանակի հույս չասեմ, հաղթանակի որոշումը մեծ էր, դա ոչ մեկս պարտվելու մասին չէինք մտածում։ Այդ օրերից շատ լավ հիշում եմ, երբ հետո արդեն կարծես ամեն ինչ դարձավ սովորական, զոհերը, կորուստները եւ նաեւ սովորական դարձան նաեւ հաղթանակները իրար հետևից եկող։ Ես հիշում եմ, մեր գյուղից շատ լավ երևում է Շուշի քաղաքը եւ հակառակը նաեւ մեր գյուղը Շուշիից էր երևում։ Դրա համար ռմբակոծվեց նաեւ մեր գյուղը այդ ժամանակ։ Մենք հետևում էինք Շուշիի մարտական գործողություններին։ Ես հիշում եմ, որ այն ժամանակ շատ զենք չկար։ Մեր գյուղի ջոկատի տղաները անշուշտ ավելի շատ էին, բայց ամբողջ գիշեր չենք քնել, նստել նայում էինք այդ ռազմական գործողություններին, ծուխը որտեղից է հելնում, որտեղից ինչ ուզում էինք այդ հերվից, ճիշտ է հեռադիտակներ ունեինք, բայց բնականաբար չէինք կարող, ուզում էինք հերվից տեսնել մեր տղաները որտեղ էին, դες միամիտ մի բանով, եւ երբ տղաները արդեն Շուշին ազատագրելուց հետո եկան, ես հիշում եմ, որ նրանք Շուշիից գյուղի երեխաների համար բերել էին քաղցրաբլիթներ ու կոնֆետ, որ երկար ժամանակ չկար։ Շատ երեխա նույնիսկ չգիտեր կոնֆետը ինչ է։ Ու տենց տպավորվածներից մեկն էլ դա էր։ Հետո դպրոցը ավարտեցի պատերազմի ավարտի հետ մեկտեղ, ընդունվեցի Արցախի պետական համալսարանի պատմության բաժինը։ Ես շատ ուզում էի դառնալ իրավաբան, ծիծաղելի կթվա, բայց իմ մասնագիտության ընտրության համար ինձ վրա շատ մեծ ազդեցություն էր թողել Սպրութ սերիալը։ Այդ սերիալի ազդեցության տակ ես ուզում էի դառնալ անպայման քննիչ։ Ուզում էի ընդունվել իրավաբանական, բայց երկրորդ տարին էր, որ իրավաբանական ֆակուլտետ կար եւ պարզապես իմ նման հասարակ սովորական մարդիկ իրավաբանական չէին ընդունվի։ Ես տվեցի թղթերս պատմական, որ երկրորդ կուրսից ասել են, որ հնարավոր է փոխել բաժինը։ Տվեցի պատմական, ընդունվեցի, հետո հնարավորություն եղավ փոխելու բաժինս, բայց ես արդեն չէի ուզում, որտեվ մեզ մի դասախոս ունենք, որը նաև Արցախի Գերագույն խորհրդի երկրորդ քարտուղարն էր, Հակոբյան Վլադիկը, բացառիկ հայրենասեր ազնվորություն եւ պատմության լավ գիտակ։ Հենց այդ մարդը մտավ լսարան եւ մեզ դասավանդեց, ես արդեն որոշեցի դառնալ պատմության մասնագետ։ Իրավաբանությունը արդեն ինձ չհետաքրեց։ Ու տենց ավարտեցի մի քանի տարի, քանի որ ես անվճար էի սովորում, այն ժամանակ վճարովի համակարգ տենց չկար, բայց փոխարենը պետք է 3 տարի դպրոցում աշխատեի, որ կարողանայի իմ դիպլոմը ստանալ։ Աշխատեցի մեր գյուղի դպրոցում, հետո Խանածախ գյուղի դպրոցում, դիպլոմը ստացա, որից հետո արդեն աշխատանքի եմ ընդունվել տարբեր տեղեր, հասարակական կազմակերպություններում, մշակույթի նախարարությունում, իսկ արդեն 2011 թվականից աշխատում էի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՕԱԿ-ում։ Էլ ինչ այսինքն այնի։ Հետ վերադառնանք, ասենք 20-ականից 50-ական 1950-ական թվականը երբ ընկած ժամանակահատվածը, պապիկ, տատիկ, նաև ձեր մանկությունը, եղել է արդյոք այդ սովետական միության ժամանակաշրջանը արդեն, ինչպիսին էր կյանքը սովետական միության ժամանակաշրջանում, մեծերից տեսած այդ պատմություններում,
եղել արդյոք կապ այլազգիների հետ, ձեր գյուղում եղել են օրինակ ադրբեջանցիներ, ապրել եք ադրբեջանցիների հետ, ինչպես է այդ ամեն ինչը եղել, կարող եք պատմել ժամանակահատված։ Պապս ընդհանրապես մեր գյուղում կոմունիստները շատ էին, պապս էլ կոմունիստ էր եւ մեր գյուղում շատերը պապիկիս մասին ասում էին, որ ինքը դաժան մարդ էր։ Ես սկզբից վատ էի տանում դա, բայց հետո հասկացա, որ դա համակարգն է պատճառը, որովհետեւ այդ աշխատանքի գնալ, չգիտեմ, այդ կոնտեստության տարբեր աշխատանքների ժամանակ, օրինակ իրանք ասում են, որ եղել է, որ պապիկս էշը խոտ բարձած մեր գյուղացիներից մեկը բերում էր, բայց քանի որ մինչև կոնտեստության խոտը տեղ չէր հասնում, անհատները իրավունք չունեին, բան վառել էր տենց այդ խոտը, բան տենց հիշողություններ էին ասում պապիկիս մասին, որ ինքը դաժան է։ Ընդհանուր առմամբ սոցիալապես լավ վիճակում էինք ապրում, վատ չէր։ Ես որպես երեխա այդ ազատության սահմանափակումները չէի զգում, դա ավելի շատ մեծերն էին զգում։ Հիշում եմ շատ աղոտ հիշում եմ, որ հայրս երբ ուզում էր մեքենա առնել, ինչ որ թղթեր պիտի պատրաստեր, որտեղից է գումարը, պիտի իր այդ հաշիվն էին ստուգում, թե ինչ հիշում եմ, որ տենց ինքն էլ ներվային վիճակում էր ու շատ քաշքշուկներ կային, մինչև այդ մեքենան գնեց։ Մեր գյուղում գյուղի ներքևի մասում, որտեղ որ կոլտեստյան ֆերմաներն էին, ադրբեջանցիներ էին ապրում գետնափոր հյուղակներում, ես հիշում եմ գետնափոր էր իրանց տները, եւ աշխատում էին, հենց կոլտեստյան ֆերմայում աշխատողները ադրբեջանցիներն էին։ Մեկ-երկու ընտանիք, որ համեմատաբար զարգացման մակարդակը մի քիչ բարձր էր երևի դրանից է ինչ, գյուղամիջում տան էին մնում, այդ դատարկ տները, որ լինում այդ տանն էին տներում էին նրանց ոչ մեկը ձեռով չկպավ, ոչ մեկը նրանց չվիրավորեց, ոչ մի բան, պարզապես նրանց տեղափոխեցին։ Ու քանի որ հայրս էլ ֆերմայի վարիչն էր, նրանցից շատերը մոտիկ էին հորս հետ։ Ես հիշում եմ, որ շարժումը արդեն սկսած, Իվանյանում արդեն հայերի մեքենաների վրա, երբ քարերով խփում էին բան, հայրս ակնայում գնացել է հարսանիք, այդ ադրբեջանցիներից մեկի հարսանիքներ, ուղղակի ինքը ասել է, որ անպայման պետք է մասնակցես, որովհետև մինչև այս շարժումը սկսելը ես չեմ պատկերացրել, ասում էր իմ տղայի հարսանիքը, որ դու չմասնակցես։ Ու հայրս ասաց, դա խնդիր կլինի եւ ձեզ համար եւ ինձ համար էլի, ավելի լավ է դες չանենք ու հարսանիքն էլ նորմալ անցնի։ Կարող է ես պատճառ դառնամ, որ ձեր հարսանիքում նաեւ վատ միջադեպեր լինեն, ինչու տենց լինի, բան նորմալ է։ Վերջ ստիպեցին, հայրս գնաց Ասկերանից քիչ ներքև, հայրս իր մեքենան թողեց, նրանք եկան մեքենայով տարան։ Հայրս պատմում է, որ մի քանի ժամ անցած արդեն հարսանիքից նկատել է, որ կսպսում են թուրքերը, որտեղ ջոկել են, որ ինքը հայ է եւ այնտեղ է։ Մոտեցել է, ասել է, արդեն իմ գնալու ժամանակն է, էլի ինձ տարթող, եկեք դուք ձեր ուրախությունը շարունակեք։
Հետո պատմում է, որ այդ մարդը ասել է ոչ մեկ քոմազի մոտով էլ չի անցնելու։ Ես դա քեզ խոստանում եմ։ Եվ ըստ ժամ հայրս մնացել է ու բերել է նորից հորոց իր մեքենայի մոտ։ Իր մեքենայով հայրս եկել է։ Ուզում եմ ասեմ, ոչ իրանց հանդեպ ինչ որ մեր գյուղում ագրեսիա կար, ոչ իրանց կողմից ագրեսիա կար, դենց հանգիստ իրանք էլ հասկացան, որ իրանք պետք է գնան, ու նաև նես չի, որ ես ասացի արդեն, որ գետնափոր հյուղակներում էին մնում, նես չի, որ իրանցից ինչ որ բաներ էին խլել մեր մոտ, ինչ որ տներ, պարզապես այդ տան եղած իրանց հագուստեղեն է եւ կահկարասին ինչ ունեցել են, նորմալ հավաքել, շատերի մեքենաներ ունեին, ես հիշում եմ, որ իմ հայրն էր նաև ուղեկցում այդ մեքենաները, որ ապահով տանեն Աղդամ, թողնեն այնտեղ գան։ Իսկ այդ տարիներին սովետական միության կապ կար Հայաստանի հետ, թե ավելի շատ կապը Բաքվի հետ էր, կամ այլ քաղաքների, ինչպիսին էր կապը Հայաստանի հետ։ Մենք Երևանում էլ ունենք բարեկամներ, Բաքվում էլ, բայց ես այդ տարիներին Բաքվում եղել եմ, Երևանում չէ։ Բայց մայրս այդ տարիներին ընդունվել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտը։ Ճիշտ է, հետո մենք փոքր երեխաներ էինք, ստիպված էր ուսումը կիսատ թողնել, բայց ընդունվել էր։ Քեռիներ ունեի Երևանում, նաև քեռի ունեի Բաքվում։ Դենց կապը կար, բայց էլի պիտի հիշեմ բան, որ առաջի անգամ հեռուստացույցից մենք հայերեն բառ լսեցինք, դա եսիմ ինչ էր։ Սաղ սպասում ենք, որ էսա ժամը գալիս է եւ մենք հայոց լեզվի հետ կապված, եթե չեմ սխալվում, դες մի հատ հաղորդում կար, մեր լեզուն, մեր խոսքն է։ Ես ինչքան հիշում եմ, իմ առաջին հայկական ծրագիրը, որ ես հեռուստացույցով տեսա, դա այդ հաղորդումն էր, մեր լեզուն, մեր խոսքն է։ Հետաքրքիր չէր ինձ համար այդ հաղորդումը, որտեղ ես փոքր երեխա էի, բայց քանի որ ինքը հայերեն էր, ես մեղված նստում էի բազմոցին եւ լսում էի, որտեղ հաճելի էր հեռուստացույցից բացի ռուսերենից եւ ադրբեջաներենից նաեւ հայերենը լսել։ Քանի տարեկան եք, երբ որ այս շարժումը սկսվեց 88 թվականին արդեն Խսյան փողոցում 11 տարեկան, ձեր համար դա ինչ էր, ինչպես սկսվեց դա։ Այդ կային բարեկամներ, օրինակ Բաքվում Սումգայիթում, որ այդ իրար հաջորդող այդ դեպքերը եղան, ինչ կատարվեց։ Ցույցեր, որ սկսվեցին, դե մենք հասկանում ենք, ընդհանուրից ես հասկանում եմ, որ մենք ուզում ենք միանանք Հայաստանի հետ։ Հարցեր չառաջացավ կոնկրետ իմ մոտ, ինչու են այս ցույցերը։ Եվ մեր գյուղից էլ էին մարդիկ մեքենաներով գալիս ցույցի, գալիս հերթապահելու այդ գիշերային։ Շատ լավ հիշում եմ, որ փետրվարյան այդ ցուրտ օրերին, որ հայրս, մայրս գալիս էին ցույցի, ես շատ խնդրեցի, որ ինձ էլ բերեն ցույց։ Համաձայնվեցին, բայց քանի որ մայրս ստիպում էր, որ ես շատ տաք հագնվեմ, իսկ ես չէի ուզում, ասեց դե շորը չես հագնի, չես գա։ Ես էլ չհագա ու չգնացի ցույցի, այդ առաջին ցույց գնալուց չգնացի, բայց մինչև իրանք Ստեփանակերտից հետ վերադարձան, ես տունը զռռում էի։ Երկրորդ անգամ որ գնացի, հիմա իմ այնքան լավ եմ, հիմա հիշողություն չունեմ, բայց այդ օրը իմ առաջին ցույցի շատ լավ հիշում եմ, Ստեփանակերտի վերածնդի հրապարակը, պալատկաններ էր դրված, պալատկաններից ծուխ էր բարձրանում, որտեղ այնտեղ վառարաններ դրած ճաշ էին նեփում։ Մենք գնացինք այդ վառարանների մոտով։ Ես տեսա, որ միտեղ տաք կաթ էին բաժանում մարդկանց, այդ նրանց, ովքեր հերթապահում էին հրապարակում
դրանքին եւ հիշում եմ մի բարակիրան տղամարդ ձեռին թեյեր կարամել կոնֆետներ կային այդ կոնֆետից գծեց ու կեսը տվեց կողքի մարդուն Միգուցե 11 տարեկանի համար դա շատ բան չի, բայց ես ազդվել էի դրանից եւ ուզում էի ես շատ կոնֆետներ ունենայի, այնպես բաժանեի, ինձ լավ զգայի, որ այդ տղամարդիկ չկիսեն, որովհետեւ ինձ համար հրապարակում կանգնածները բոլորը հերոս էին եւ բոլորը այդ պահին իմ հայրենիքի համար ինչ որ բան էին անում։ Ես էլ մտածում եմ, որ կոնֆետի վերցրած լինեի, ես էլ մի բան արած կլինեի այս շարժման համար։ Ինչպես էին անմարդկային ձևով կոտորել հայերին, միջև որ մորքուրիցս 1 թե 2 օր հետո իմացանք, որ ինքը տեղափոխվել է Բաքու, քեռուս մոտ, քեռիս Բաքվում էր, բայց մորքուրս խիստ պատահական է փրկվել, պատմում է, որ իրանց ադրբեջանցի հարևանը եկավ կանչեց տարավ իրանց տուն, հետո նրանք ինչ որ ավտոբուսներ էին նստել, որ գային Բաքու եւ ասեց, որ ընտանիքի անդամները բոլորը տարբեր ավտոբուսների մեջ էին նստել, որպեսզի եթե որևէ մեկին մի բան լինի, գոնե ամբողջ ընտանիքը չլինի։ Մորքուրս պատմում է, որ իրանց ավտոբուսը կանգնեցրին, ինչ որ արմատուրներով, փետերով, տարբեր երկաթներով զինված թուրքեր էին գազազած։ Ասեց ես լավ վախեցա, որ կանգնեցրին մտան հայկա ավտոբուսի մեջ հայկա, ասեց Վարորդը ասեց չէ չկա, ու ասма մոտս մի թուրք տղամարդ էր նստած, իր ձեռը սենց գցեց իմ վզով, ասեց չվախենաս, տպավորություն ստեղծեց, որ մորքուրս իրա կինն է։ Դե մորքուրս էլ կապուտաչա շեկ կին էր։ Ուտեց փրկվեց ինքը, բայց ահագին երկար ժամանակ դեպրեսիայի մեջ էր։ Ինքն ու երեխան էին այդ ավտոբուսի մեջ։ Հետո արդեն այդ ռազմական գործողությունները Գետաշենը բանը որ սկսվեցին անընդհատ այդ գյուղի խուզարկումները որ գալիս էին տղամարդկանց հետևից հիշում եմ երկրորդ անգամ որ եկել էին աղջիկներին հավաքել էին անտառի մոտ գտնվող մի տուն որ հանկարծ եթե ինչ որ ագրեսիվ իրենց պահեն այդ աղջիկներին այդ տնից հեշտ լինի շուտ անտառ տանելը տղամարդիկ էլ նախապես արդեն բարձրացել են այդ Բովուրխանի անտառները որտեղ լսել էինք այդ օղակոպերացիան ասենք Բերթաձորի ենթաշրջանում ինչ վայրագություններ են արել եւ մյուս տեղերը տենց աստիճանաբար հաղթանակները հեռացրեցին բնականաբար վտանգը անվտանգա, հետո սկսեցին ինքնաթիռով ռմբահարումները
շատ հաճախ որ այդ հակաօթայինները աշխատում էին եւ Ստեփանակերտի վրա չէին հասցնում այդ ռումբերը թափել, մեր գյուղի վրա էին թափում գնում, նույնիսկ այն կեստոնանոց ռումբերից երկուսը Բովրխանի վրա գցել էին, հիշում եմ շատ սարսափելի օր էր, գյուղի բոլոր տները տեղաշարժվել էին տեղից այդ օրը եւ բայց կատակով էինք այդ ամեն թե խելքներից չի հասնում թե ինչ ես հիշում եմ որ մենք միշտ կատակով էինք այդ ամեն ինչին վերաբերվում մի անգամ մաթեմատիկայից պետք է ստուգողական աշխատանք գրեինք վատ սովորող մի տղա կար մեր դասարանում հիմա որ բերել են տետրերը բաժանել որ սկսենք գրավորը գրել ասում էր Աստված ջան մի ինքնաթիռ ուղարկի որ գրավոր չգրենք հիմա ուսուցչին ասում էր այդ տղա ասում է քեզ մի երեք ենք դնելու ռադլնես մեր գլխից գան այդ ինքնաթիռները գան այդքան մարդկային զոհեր ասում է իմ ասած ինքնաթիռը մենակ վախացնում է զոհեր չի լինելու տենց ու հետո եղավ հաղթանակը հիշում եմ ոնց մենք առաջին անգամ դասարանով մենდազղեկի հետ ոտքով գնացինք Շուշին տեսնելու հավելված մի կերպ տաքին ամառ էր այդ դասերը որ ավարտեցինք էքսկուրսիա կազմակերպեցինք մենք մեզ համար դեպի Շուշի ինչ է ձեր համար այդ հաղթանակը ինչ է զգում կան դպրոցական եք ինչպես հասկացա հա ինչ օր է որ թեկուզ հաղթել ենք բայց ոնց ասեմ ուրախություն լիարժեք չկար ես միշտ օրինակ համեմատում եմ դրանից հետո պատերազմների հետ 16 թվականի 20 թվականի Եմ միշտ ասում եմ, որ մենք այս մի պատերազմներից կարծես ավելի շուտ ստրեսից դուրս եկանք, քան առաջիններ, որ հաղթանակ էր մեզ բերել։ Երկար ժամանակ ուրախություն չկար։ Ես հիշում եմ, որ շատ երկար ժամանակ սևազգեստ կանայք, դա արդեն 94-ին ես դպրոց ավարտեցի եւ եկա Ստեփանակերտ ուսանելու, մարդիկ ուրախ չէին։ Տխրությունը շատ էր, այդ կորուստների հետ համակերպվելը դժվար էր։ Կամաց եղավ ամեն ինչ։ Մի քանի տարի հետո ես 2 տարի հետո նոր հիշում եմ մեր գյուղում առաջին հարսանիքը, որ երաժշտությամբ եղավ։ Մինչ այդ սուսուփուս հարսանիք էր, առանց երաժշտության բան, բայց 2 տարի հետո նոր մեր գյուղում հարսանիք եղավ, տենց արդեն ոնց ասում են օրենքով, կենթանի երաժշտությամբ, կենթանի կատարումներով եւ 2 տարի հետո նոր մարդիկ ապարում էին հարսանիքին։ Հետո արդեն ադապտացվեցինք հաղթանակին եւ լավ օրերին շուտ սովորեցինք երևի։ Ասենք արդեն սեպտեմբերի 2020 թվական, դեռ 94 թվականին արդեն այդ զինադադարը կնքվեց, մինչև 2020 թվական, եթե ուզում եք մի քիչ կարող եք ինչ-որ անդրադարձ կատարել այդ ժամանակահատվածները, որպեսզի արդեն անցնենք մյուս պատերազմների, ինչպես դասավորվեց կյանքը, ինչպես այդ միացումը ձև վերափոխվեց այդ ինչպես էի կապում Արցախի հանրապետությունում, ինչպեսին էր կյանքը։ Այսպես ասեմ, ես անկախիստ չէի, ես միացման կողմնակից էի եւ դա էլ երևի խթան հանդիսացավ, որպեսզի ես հասկանամ ինչ է կատարվել, ինչու հանկարծ միացումից հետո եկավ անկախություն, որովհետեւ հիշում եմ, որ պատմում էին, որ սա է մեզ տրված միակ ճանապարհը Հայաստանի միանալու համար անկախության ճանապարհով։
որովհետև Հայաստանի հետ միացում չի ընդունվում ոչ մեկի կողմից, բայց ժողովուրդների ինքնորոշման հարցի դեմ աշխարհը բան չունի ասելու։ Հետո սկսեցի ինչքան հասունանում էի, փորձում էի այդ գործընթացը հասկանալ, եւ ի վերջո ըստ իս կարող սխալ եմ, չգիտեմ, բայց ըստ իս հասկացա, որ դա զուտ կրեմլյան նախագիծ էր Արցախի անկախությունը, բայց շատ հաճախ Հայաստանից ղարաբաղցիներին հիմա չտարանջատելու համար, բայց այդպես էր մեղադրում են, որ մենք անկախացանք, մենք ուզում ենք անկախ պետություն լինել, հեսա մեր անկախության վերջն էլ էս եղավ, բայց չեն ասում, որ մեզ դրթել են անկախանալու այդ որոշումները կայացնելու տեղում, որ իբր թե մենք ուզում ենք անկախանանք, հենց պաշտոնական Երևանից։ Եվ շատ նմանեցնում եմ այսօրվա գործընթացները այդ օրերի հետ։ Այս ժամանակ էլ Հայաստանի պաշտոնական Երևանը, Հայաստան չասեմ, պաշտոնական Երևանը հրաժարվեց Արցախից։ Ինքը միացման որոշումը բեկանեց եւ Արցախի մնաց միայն կամ Ադրբեջանի հետ կամ անկախություն։ Հիմա էլ որ ուզում ես Արցախի հարց բարձրացնել, արցախցիների վերադարձի հարց բարձրացնել, պաշտոնական Երևանն ասում են դուք վնասում եք Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Այսինքն Արցախին կարծես էլի դրթում են այն նույն երկընտրանքին, կամ պիտի ասես ինքնորոշվում եմ ես Ադրբեջանի հետ չեմ ապրում, կամ պիտի գնաս Ադրբեջանի հետ ապրես, որովհետև Հայաստանը ասում է դու իմ անվտանգության համար վնասակար ես, վտանգավոր ես իմ համար։ Բայց այդ տարիներին ես նաև հայտնվեցի միշտ ընդդիմադիր դաշտում, արդեն իմ գիտակից կյանքում, եւ գտնում էի, որ մեր ընթացքը սխալ է, նույնիսկ սովորական ապրելու ընթացքը սխալ էր, որտեղ մենք ապրում էինք այնպես, կարծես երկրագնդի վրա մենակ մենք ենք, մեզ ոչ մի վտանգ չի սպառնում, մեզ վրա ոչ մեկը չի հարձակվելու, մեր թշնամին չի, որ մեզ ասում է, այսա ես կգամ, նույնիսկ հոլովակներ, ես հիշում եմ, որ ինքը հոլովակներ էր ստեղծում, որտեղ երևում էր, որ ինքը գալիս է, ազատագրում է, շենացնում է այն տարածքները, որը իբր թե մենք օկուպացրել ենք։ Դա նրանից էր ըստ իս, որովհետև մեր ղեկավարությունը այնքան շատ էր նվիրված ու վստահում Կրեմլին, որ բարձի թողի էր թողել ամեն ինչ, մտածելով, որ Կրեմլը իր փոխարեն կզսպի թշնամուն։ Կարող է սխալ եմ, բայց սա իմ այս մեր ողբերգության ընկալումն է եւ մեր սխալները ըստ իս սա։ Սեպտեմբեր 2020 թվական լիքոտ Արցախում պատերազմը, որտեղ էիք, ինչպես իմացաք, որ պատերազմը սկսվեց Նիկարեցի։ Այնպես է, որ 2016 թվականի պատերազմից հետո պատերազմը շատ առարկայական սպասելի էր։ Սեպտեմբերի 26-ին այդ ոնց հալակոչվեց Եվրոպայի մշակութային օրեր։ Ոնց ընկավ։ Ոբշեմ, դիասիմլա։ Սեպտեմբերի 26-ին Եվրոպայի մշակութային օրերի շրջանակում այդ ծրագիրը մենք միշտ նշում էինք։ Տիգրանակերտում միջոցառում ունեինք թեյախմություններ եւ նաեւ մենք այնտեղ էինք հրավիրել այն մարդկանց, ովքեր մեզ միշտ օգնում էին հուշարձանների պահպանության հարցում, նորահայտ հուշարձանների արձանագրման հարցում եւ այլն, մենք որոշեցինք ինչ որ կերպ վարձահատույց լինել այդ մարդկանց, հրավիրել էինք թեյախմության Տիգրանակերտում եւ նաեւ փոքրիկ նվերներ Արցախի հուշարձանների վերաբերյալ գրքերով։ Շատ հետաքրքիր էր անցել այդ միջոցառումը եւ
Հաջորդ օրը սեպտեմբերի 27-ին մենք ունեինք արշավներ։ Ես շնչված Սամվել Կարապետյանի մոտեցումներով միշտ տարբեր առիթներով ուզում էի արշավներ կազմակերպեինք դպրոցականների համար դեպի պատմամշակութային հուշարձաններ։ Այդ օրը երկու խումբ պետք է արշավ ունենար։ Մի խումբը Հադրութի մեր շրջանային ծառայության պետը պետք է Առաքյուլ գյուղի դպրոցականներին բերեր Գտչավանք արշավի, մենք էլ, այսպես ասենք, Ստեփանակերտի կենտրոնական գրասենյակը Մարտակերտի մշակույթի բաժնի հետ պետք է Թալիշի երեխաներին բերեինք Հակոբավանք։ Գնացել էինք տենց թեթև սնունդ վերցրել, որ երեխաները սովածանան սնունդ լինի, ջրեղեն։ Երեկոյան սեպտեմբերի 26-ին Տիգրանակերտից վերադառնալուց հետո գնացել ենք առևտուրն արել, մեքենայի մեջ դրել, եկել, որտեվ արդեն ժամը 8-ին պիտի ճանապարհվեինք։ 7:30 չէ։ Ես հիշում եմ, որ զարթուցիչս որ բան արեց, ձայնեց, անջատեցի, ուզում էի մի 5 րոպե ավել քնեի, հետո հելնեի, ու այդ պահին, որ ուզում էի նույնիսկ պարկեի, ինձ թվաց, թե դեռ քնով էլ չէի անցել, որ պայթունի ձայն լսեցի։ Հելա տեղից դուրս եկա, տեսա արդեն հարևաններ բան սաղ դրսում էին ու պայթունների ձայները շատանում են եւ Facebook-ում տեսա արդեն բան տեսարաններ այդ ծխի, որ խփել են Ստեփանակերտի վրա։ Դե արդեն կեսօրին արդեն լուրերը տարբեր տեղերից գալիս էին եւ վատ լուրեր էին գալիս։ Ես հիշում եմ, որ ընկերուհուս հետ Հադրութ խոսեցի, հաջորդ օրն էր արդեն, մի տարօրինակ արտահայտություն արեց, որ մինչև հիմա չեմ մոռանում, ասեց Արմինե, այս պատերազմը մյուսների նման չի, օդում ինչ-որ դավադրության հոտ եմ զգում։ Ասեցի, մի մտածի, ամեն ինչ լավ կլինի, ասեց, չէ, ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում, սա սովորական պատերազմ չի, դավադրություն կա, ես զգում եմ դա օդում։ Միգուցե ճիշտ էր։ Հետո իմացանք, որ Հադրութն է ընկել։ 20 թվականին էլ որ գնացել էինք, ուզում էինք ինչ-որ տանը վերակառուցումներ անել, բան, ասում էր, ինչ եք անում, հեսա Ալիևը սաղից հանելու այստեղից ու շատ վատ է հանելու։ Ասես անտառներով եք փախնելու, ինչ-որ բաներ մի արեք, այդ փողը պահեք։ Բայց ես իրան չէի լսում, ասում էի, մի սկսի ամեն ինչ լավ է լինելու, բան ասես լավ, քո գործն է, բայց այդ փողը իզուր մի ծախսի։ Մինչև հոկտեմբերի 15-ը մնացի Ստեփանակերտում 20 թվականին, ինչքան էր որ ընկերներս ասում էին դուրս եք, մի մնա, մանավանդ երեխեքն էլ ինձ հետ էին։ Նույնիսկ հիշում եմ ընկերներիցս մի հոգի երկու անգամ զանգեց, ասեց Արմինե գամ գոնե երեխեքին ես հանեմ, տանեմ մեր տուն արխային լավ պահելու են բան, բայց երեխեքն էլ չէին ուզում դուրս գալ, այնց բան արինք, մնացինք, բայց ուղարկեցի գյուղ, որտեղ գյուղը համեմատաբար քիչ էր ռմբակոծվում, քան Ստեփանակերտը, ես մնացի Ստեփանակերտում։ Հոկտեմբերի 14-ին այդ փոքր եղբայրս եկավ գոռգոռաց ինձ վրա, որ անիմաստ մի մնա, ես իրանց համար էի ուզում այնտեղ մնալ, որտեղ չէի կարող իրանց թողնել դուրս գալ, ասում եմ, որ մի բան լինի, գոնե այստեղ լինեմ, ասեց ավելի լավ է երեխեքին ու մամային վեր գալ դուրս արի, տենց հոկտեմբերի 15-ին դուրս եկանք։ Որ իմացաք, որ նոյեմբերի 9-ին պայմանագիրը ստորագրեցին ու Արցախի 75% կորուստը եղավ ու Շուշին կորցրեցինք, այդ ժամանակ ձեր ապրումները ինչ զգացիք, որտեղ էիք։ Նոյեմբերի 7-ից սկսած
8-ին եւ 9-ին այդ իրենց այդ դրոշի օրվա հետ կապված այդ օրերը, որ ասում էին ինքը անպայման ուզելու է մտնի Շուշի բան, շատ անհանգիստ էի։ Հեռուստացույցով միացրի, չգիտեմ ինչու տենց խելքից փչեց միացնել այդ հեռուստացույցը, որ սովորաբար չէի միացնում, անդադ այդ Facebook-ով էի փորձում լուրեր իմանալ բան, միացրեցի եւ սկսվեց։ Լսեցի, հիշում եմ ինչ որ սիգնալներով մարդիկ էին գոռալով, աշխուժություն եղավ, հետո հասկացանք, որ այդ ազգային ժողովի վրա որ գնացել էին բան, դրա հետ էր կապված այդ աղմուկը, բայց մի տարօրինակ բան էր, ես շոկի մեջ էի եւ չէի ընկալում ինչ ա եղել։ Այն որ ուղղակի ֆուտլարի պես քայլում էի, բայց չէի հասկանում, չէի հավատում, որ տենց է, էլի Ղարաբաղի 75%-ը չկա։ Այսինքն իրանք էլ չհասկացան ինչ կատարվեց։ Ու հետո չէի կարողանում ընդունել, չէի կարողանում ընկալել այդ կատարվածը, նայած անջատված ոնց որ, բայց հիշում եմ, որ այդ օրերը հաջորդ օրը ընկերուհուս հետ որ խոսում էի, ասեց, բա ինչ կլինի մեր վերջը, ասեցի, մեզ կփրկի համաշխարհային կատակլիզմը։ Եվ սպասում էի այդ կատակլիզմին։ Հետո հիշում եմ, որ ասեցին, մեզ ռուսական անձնագրեր են բաժանելու Ղարաբաղում այդ 25%-ի վրա ապրողներից։ Ես որոշեցի Ղարաբաղ չվերադառնալ։ Ասեցի, որ երեխաներս պետք է հայկական անձնագիր ունենան, ես Ղարաբաղ չեմ վերադառնալու։ Հետո Facebook-ում սկսեց շրջանառվել ինչ որ չգիտեմ, խոսույթ ասեմ, ինչ որ լուր ասեմ, որ քյոխը ասել է, որ ես իմ 300 տղաների հետ այստեղից չեմ իջնում, մենք միջև վերջ այստեղ մնալու ենք, թե դա եղել է, չի եղել, դա ոնց պիտի լիներ, որ ինքը չի չնի բան, մենք որոշել ենք մեռնել, բան, սենց, այդպես էմոցիոնալ ինչ որ բաներ կա կապված դրա հետ։ Հետո մտածեցի, ասում եմ, եթե նույնիսկ ռուսական անձնագիր են տալու, ես պիտի վերադառնամ Ղարաբաղ, որովհետև այդ տղաները որոշել են մնալ դիրքում։ Նրանց այնտեղ մնալը պետք է արդարացված լինի։ Այդտենց նոյեմբերի 28-ին վերադարձանք Ստեփանակերտ։ Մի ամիս տնից դուրս չէի գալիս, բացարձակ տնից դուրս չէի գալիս, որովհետև այդտենց ինձ թվում էր ամեն ինչ առաջվանն է, ամեն ինչ նորմալ է ու ամեն ինչ առաջվանն է։ Հետո ես հասկացա, որ այդպես սխալ է, ես ապրում եմ իրականությունից կտրված, պետք է առերեսվել իրականության հետ։ Հունվարից սկսեցի արդեն շրջել, չնայած ընկերներիս ասում էին, պիտի սպասես, փրկարները պիտի գնան, տեսնեն այդտեղ չպայթածականներ, չպայթած հրթիռներ բան կան, բայց ես սկսեցի արդեն հունվարից շրջել այն ավելի ռազմական գործողություններից ավելի մոտ գտնվող հուշարձանները մոնիտորինգի համար, հասկանալու համար, որը ինչ վնաս ունի։ Գնացի Երեց Մանկուկ Տոնաշենի մոտ, գնացի Շոշկավանք, Սարոշենի Փիրմաշենի եկեղեցին, Բովուրխանը գնացի ու դուրս գալով ընկա կյանքի բնականon հունի մեջ ու դա ինձ օգնեց, բայց ինձ միշտ թվում էր, որ այդտեղից նորից սկսվելու է մեր հաջողությունները եւ լավ է, որ մենք այնտեղ ենք, ոտի տեղ ունենք, որտեղից պետք է մենք կարողանանք շրջել ընթացքը եւ նորից Հադրութը կունենանք, Շուշին կունենանք եւ այլն։ Այս մի տեսակ անուղելի լավատես էի։ Հույսս դրած համաշխարհային կատակլիզմի վրա։ Ինչպես սկսվեց շրջափակումը, հիշում եք արդյոք այդ կոնկրետ այդ օրը, երբ որ հասկացաք, որ վերադառնալուց հետո Արցախ հիմա այդ ճանապարհը փակեցին ու առաջին հետ կապված ինչ մտածեցի։
ինչպես տարակ եք լուր արդյոք մտածում եք, որ դա լուրջ չէ։ Պահի լրջությանը սկսել եմ հավատալ քարագլխից հետո։ Արդեն հստակ էր, որ թշնամին օղակը սեղմելու քաղաքականություն է վարում։ Բնականաբար դրանից հետո, երբ հանձնվեց Բերձորը եւ Աղավնոն, հստակ էր, որ սեղմում են։ Օրինակ իմ նախաձեռնությամբ 2 անգամ Աղավնոյում Վարդավառ կազմակերպեցինք։ Ես հիշում եմ Facebook-ում շատերը գրել էին հրաժեշտի միջոցառումներ են անում, որ հեսա Աղավնոն տալու են, այդ արդեն վերջին Վարդավառը մեր, բայց իմ նպատակը հրաժեշտը չէր Աղավնոյին։ Իմ նպատակն էր, որ այդ միջոցառման միջոցով փորձենք հայերին հասկացնել կարևորությունը, որ այդ գյուղը պետք է պահվի, որ մարդկանց ուշադրությունը սևեռենք այդ գյուղի եւ ընդհանրապես Բերձորի եւ այդ մնացած այդ թույլ կապի վրա, որ ունենք Հայաստանի հետ։ Բայց դե չընկալեցինք, համաժողովրդական ընկալում չեղավ, որովհետեւ երևի բոլորը շատ էին հավատում ռուսներին, չգիտեմ։ Հետո որ հանձնվեցին այդ գյուղերը եւ ճանապարհի մեր մասը պատրաստ չէր, պատկերը պարզ էր, որ մեզ սպասվում են ծանր օրեր։ Բլոկադան էլ որ եղավ, ես գիտեի, որ քանի գնա վատանալու է, ես չէի հավատում, որ բլոկադան շուտ ավարտվելու է, բայց միշտ մտածում էի, որ բլոկադան նախ մեզ խելքի կբերի, կզտի մեզ, կմաքրի մեզ այդ մեր վատ բնավորության գծեր ասեմ, կամ մարդկային հարաբերությունների մեջ այն վատը որ կա, այդ ամեն ինչը կմաքրի, ճիշտ այնպես ինչպես 90-ականներին էր, եւ մենք կուժեղանանք այդ բլոկադայով։ Դրա համար ասենք մենք շատ ծանր չտարանք բլոկադան, որովհետեւ այն գլխից, քանի իմ համար պարզեր, մեր տնեցիքի համար պարզեր, մենք նախապատրաստում էինք, նախ սկսեցինք հող մշակել, անասուններ վերցրեց եղբայրս, հետո ալյուր այն արդեն որ եկել էր մայիս, հունիս այդ ժամանակները, ես հիշում եմ, որ մենք սկսեցինք ալյուր վերցնել, սև ալյուր էր, որտեղ ինքը շատ բաժանված չէր թե ալյուրից, ընդհանրապես բաժանված չէր, բայց ասեցի գնա Սարուշենից առ այդ ալյուրը, ասեց շատ սև է Արմին է, համարյա խոզի տալու բան ասել եմ, ոչինչ գնա առ, որովհետև գալու է այն պահը, որ այդ խոզի տալուն մենք ենք ուտելու։ Դից բան էինք, մենք մեզ նախապատրաստում էինք այդ վատ վիճակին եւ նույնիսկ կարողանում էինք ծանոթների, անծանոթների, նույնիսկ բարեկամների օգնել։ Կոնկրետ իմ ընտանիքը հացի խնդիր երբեք չի ունեցել, բայց ես գիշերները հացի հերթում էի, որովհետեւ հենց Facebook-ում տեսնում էի, որ մեկն ասում էր հաց չունեմ, հաց ինձ չի հասել, ես այն առած գնաց հացը բաժանում էի թե բարեկամներից, որ արդեն գրամով էր իրանց չէր բավականացնում, թե նաև ընկերների, որ իրանց չէր հասնում հացը։ Ինձ որ հարցնում էին ինչա լինելու, ասել եմ շատ ծանր է լինելու, բայց վերջը լավ է լինելու։ Ես այդպես էի հավատում, որ շատ ծանր օրեր ենք ունենալու, բայց հաղթահարելու ենք դա։ Եվ մեծ էր շատ հուսահատությունս, որ այդպես չեղավ։ Մենք ավելի ծանր օրեր էլ տեսանք, բայց հաղթանակը չեկավ։ Ամենադժվար բանը, որ չկա շրջապատման ժամանակ, բայց որը ձեզ անհրաժեշտ է, մտածում եք դրա մասին, օրինակ ինչն է։ Շաքարավազը։ Իմ երեխաները քաղցրակեր էին, դրան չէին դիմանում։ Ես հիշում եմ, որ տանը երեխեքին ասում եմ, տենց հապիտի կիսվենք բոլորի հետ, որ բոլորս միասին հաղթահարենք, մենակով չենք կարողանալ, բոլորը պետք է սնված լինեն, բոլորը պետք է ուժեղ լինեն։ Տղաս ասեց, մամ, ես ամեն ինչով կկիսվեմ, նույնիսկ հացով, բայց որ մեզ շաքարավազ լինի, դա չեմ կիսելու։ Բայց
օգնողներ եղան, որ գիտեին, որ Վահագը թեև մենակ շաքարավազով է խմում, իր համար միշտ քիչ, բայց ուղարկում էին, այս Վահագին կտաս, այդ էր քաղցրներ, ու մեկ էլ հիշում եմ ընկերուհիս զանգեց, ասեց Արմինե ավելի շատ ծիրանի ջեմն եք սիրում, թե ծիրանի մուրաբան, ձեզ համար էլ ենք եփում, որից ավելի շատ անենք, որ ճանապարհները բացվի, ուղարկելու ենք, դարձ չանեք, ամաչեցի, իրանք էլ հադրութից տեղահանված մարդիկ են, ասում եմ մի բան արեք, ամեն ինչ նորմալ կլինի, բան հիմա էլ որ ճանապարհները բացվի կառնենք այդ մուրաբաները, բան ասես չէ, հիմա որ հեռախոսը դրեցի աղջիկս ասեց մամ, տես չպիտի ասեիր, այդ ծիրանը մի էփի դիր սառնարանի մեջ, որ ճանապարհները բացվի կուղարկես։ Հասկացա, որ երեխայի համար ախորժակը ծիրան ա ուզում։ Տենց էդ էր։ Երբ որ սեպտեմբերին արդեն ռազմական գործողությունները սկսվեցին, համ սեպտեմբերի 19-ին, այդ ժամանակ որտեղ էի, ինչ էի կանում։ Մենք մեծամասամբ on-line էինք աշխատում, որովհետև եթե դաշ չէինք կարողանում գնալ, անիմաստ էր գնալ էլեկտրաէներգիա սպառել աշխատավայրում, on-line էինք աշխատում։ Երբ պետք էր լինում հերթապահում էինք, բան, երբ պետք էր լինում գնում էինք, բայց հիմնականում տնից։ Տանն էի, այդ օրը մեր լույսը կտրելու էին ժամը 2-ին։ Ես արագ ճաշ էի պատրաստում, որ երեխաները դպրոցից գան, ճաշը պատրաստ լինի։ Հիշում եմ, մեր տանտիրուհին իջավ կանչեց, բա Արմին է երեխան զանգել է, ասում է կռիվ ա սկսվել, մեզ բաց են թողնում, դու նման բան լսել ես։ Ասում դե հա, ասում են Ասկերանի մոտ ինչ որ պայթուն է, բայց դες մի բան չկար, հետո Մարտունի էին ասել մեքենա է պայթել ինչ որ թուրքերի թե ինչ։ Ու եկա բան, բացեցի Facebook-ը, որ հասկանամ ինչ որ բան կա, թե չէ, լուր իմանամ, տեսա կրթության նախարարության հայտարարությունն ա դրված, խոճապի մի մատնում են, դասերը շարունակվում են։ Կանչեցի, ասում եմ, չէ, նախարարությունն ասում է, որ դասերը շարունակվում են, բան չկա։ Շատ կարճ ժամանակ հետո տղաս եկավ, ասում եմ, բաց են թողել ձեզ դասերից, ասես չէ։ Ինքը խաբվեց ինձ։ Ասես չէ, ուղղակի դասերն ավարտել ենք, մեկ չենք արել, եկել եմ տուն։ Ու մինչ երեխու հետ խոսում էի, պայթունները սկսվեց, ու ես վազեցի աղջկաս հետևից, որը դեռ դպրոցում էր։ Ճանապարհին իմացա, որ կոշիկներ չեմ հագել, հողաթափերով եմ, որտեղ արդեն բանը վազելուց հասկացա, որ մի բան ինձ նեղում է ու այդ հողաթափերն էին։ Հետ նայեցի, մեր գյուղը երևում էր մեր թաղամասից, տեսա, որ մեր գյուղը ծխի մեջ է։ Ինձ համար պարզ էր, որ Բորխանի հակաօդայինի վրա էին խփելու մեր գյուղն անկնելու եւ այնտեղ դիրքեր ունեն խփելու են մեր գյուղն անկնելու։ Փորձեցի զանգեմ, կապ չկար։ Հետո եկա 7-րդ դպրոցում էր աղջիկս, հասա կենտրոնական փողոց, տեսա մեկ էլ շատ թանձր սև ծուխ, որոշեցի գնալ երեխայի մոտ, հասկանալ ինչա նոր, մի քաոս էր դպրոցում, որ ինձ կես ժամ պետք եղավ, որ երեխուն գտնեմ։ Մարդիկ բոլորը եկած երեխեքին էին կանչում, գոռոցներ, լաց, չգիտեմ, ահավոր էր ինձ համար այդ տեսարանը, մինչև ես այս մի նկուղից մեկը վազելով երեխուն գտա։ Երեխան իր մոտիկ ընկերուհիների հետ էր, որոնց ծնողները դեռ չէին եկել։ Մի քանի անգամ մտածում էի բոլորին վերցնեմ, տանեմ, թողնեմ մեր տանը։ Տանտիրուհին, որ տանն էր, ես տղուս էլ ասել էի կմնաս իրանց հետ։ Եվ գնամ եղբորս հասկանամ ինչ ա եղել, բայց մեկ էլ մտածեցի, որ անպատասխանատու քայլ եմ անում, որտեղ կապ չկա, այդ երեխաների ծնողները կարող է գան դպրոցում չգտնեն իրանց երեխաներին եւ կապել չկարողանան հաստատեն, գժվելու բան է։ Մեր բարեկամներից մեկին պատահեցի, ասես մեքենայով է, ասի գնանք տղուս բերենք ստեղ, սաղս միասին լինենք, մինչև այս երեխեքի ծնողները կգան իրանց կտանեն, որտեղ այդ երեխեքն էլ վախեցած լացում էին, պարզապես չէի կարող իրանց թողնել։ Իմ տեսած 4-րդ պատերազմն էր եւ ես առաջի անգամ վախեցա։
օթակայան գնալու այդ ճանապարհին, որ բոլորը օթակայան էին գնում, նաև մենք ճանապարհին իմացա, որ 45 գյուղը այլևս թուրքերը մտել են, իսկ դա նշանակում է, որ փակվել է մեր գյուղից դուրս եկող դեպի Ստեփանակերտ եկող ճանապարհը։ Կապ չկար, մի կերպ վազելով դեսուդեն հասկացանք, որ նաև մեր գյուղացիները շրջափակման մեջ են, որտեղ եկել տեսել են արդեն հարավը թուրքերը մտել են այն կողմում, նրանք են կանգնած, ներքևում նրանք են կանգնած, իրանք էլ մեջտեղն էին։ Հետո դուրս եկան, իրանց հանեցին այդտեղից եւ տարբեր էլի զրույցներ էր գնում, որ արդեն Ադրբեջանը գրավել է, ով մնա դառնալու Ադրբեջանի քաղաքացի։ Բնականաբար մեր ընտանիքի որոշումը դուրս գալն էր։ Ես հիշում եմ, որ տարբեր զրույցներ կան, որ դեռ 2 ամիս Ղարաբաղ ենք լինելու, մինչև հունվար Ղարաբաղ ենք լինելու, մինչև դեկտեմբեր Ղարաբաղ ենք լինելու եւ երբ բարձրացա հերթական անգամ հեռախոսս լիցքավորելու Ղարաբաղ Տելեկոմում, հաջորդ իմ ամենամեծ վախն էր, որ թուրքերը կապը կկտրեն հայկական եւ մենք դրսի հետ կապ չենք ունենա։ Մոտեցա Ղարաբաղ Տելեկոմի աշխատակցուն, ասում եմ, մինչև երբ ենք կապ ունենալու, ասեց դեռ 3 ամիս։ Մեր կապը գործելու է 3 ամիս, հանգստացա եւ մտածում էի, որ այդ 3 ամսվա մեջ հնարավոր է մի բան փոխվի, իրավիճակ փոխվի աշխարհում եւ մեզ համար էլ լավ լինի եւ դուրս չգանք։ Այդտեղ հանգիստ կարծես մտնում էինք հունի մեջ, հացի հերթ էինք գնում, ճաշ էինք պատրաստում։ Մեկ էլ նորից լուրը տարածվեց, որ դուրս են գալիս, էվակուացիա է սկսվում, մարդիկ պետք է դուրս գան, եւ այն խուճապը, որ գալիս էր այն խոսակցություններից, որ շատ ժամանակավոր են բացելու ճանապարհը, մեկը 3 օր էր ասում, դրանից հետո փակվելու է նույն ճանապարհը, ով մնա մնալու է։ Մինչև հիմա չեմ հասկանում այդ խուճապը ով է տարածել։ Եթե դա չլիներ, այդ պայթյունը չէր լինի, այդ զոհերը ինձ թվում է չէր լինի, ամեն ինչ արեց այդ խուճապը։ Մենք էլ վառելինք չունեինք։ Եղբորս ասել են, որ դու քո մեքենայի բանակի, քո մեքենայի, ինչ մեքենային քշում էր, դրա վառելիքը կարող ես վերցնել ընտանիքը հանել։ Ախպերս գնաց զորամաս տեսավ սաղ թալանված է։ Դատարկ եկավ, ասես պետք է արդեն վառելիքի հոգս անենք, որ մենք էլ դուրս գանք։ Հիշում եմ, որ Facebook-ում հայտարարություն կար, լավ չեմ հիշում տեղեկատվականներ դրել թե ով, որ ժամը 12-ից թե ժամը 2-ից 5 բենզալցակայաններում վառելիք է բաժանվելու։ Եղբայրներս տարբեր տեղեր գնացին հերթ կանգնելու, որ տեսնեն որի մեկին բենզին կհասնի, որ դուրս գանք։ Հնարավորինս շուտ դուրս գանք, եթե ճիշտ է այդ ճանապարհը նորից փակելու բանը։ Դատարկաձեռն եկան, որ ոչ միտեղ բենզին չկա, եւ ես հիշում եմ, որ այդ ամբողջ օրը ոնց որ բան լինի, ամբողջ քաղաքում մարդիկ էին տարաններ վերցրած բենզինի հետևից ընկած, ոնց որ ցենց խելագար մի վազքի նման մի բան կար։ Հետո եղբայրս եկավ, ասում են Հայկազովում բենզին կա, իջնում եմ այնտեղ։ Իջավ, տղաս էլ հետը գնաց, 30 լիտր, լավ հիշում եմ, 30 լիտր բենզին բերեց, ինքը ասում էր, որ մեքենան իրա սարքին չի, լավ չի աշխատում, գումարած նրան, որ կալոնայով են գնում, մտավախություն ուներ, որ բենզինը չի հերիքելու, վրից էլ ընկերը զանգեց, ասեց բենզին 10 լիտր էլ տարավ տվեց ընկերոջը, ասեց հետո մյուս ընկերը զանգեց, թե բա իր այդ ընկերոջ հայրը քաղցկեղով հիվանդ էր, ցաներ վիճակում էր, ասեց ես չեմ կարողանում, կարաս մի հատ իմ համար իջնես բենզին բերես, այդ 10 լիտրը իրան էր տվել, ասեց ինձ չի հերիքի։ Ասեց դե որ տենց է, ես վախենում եմ այս 20-ն էլ մեզ չհերիքի, գնամ համ իր համար բերեմ, համ 10 լիտր էլ մեզ համար բերենք, որ հանգիստ մինչև Գորնիձոր հասնենք։ Բայց արդեն տղայից չտարավ։ Հետո մտա Facebook, տեսա գրած, որ ինչ-որ բենզալցակայան է պայթել, սկզբից մտածում էի քաղաքի մեջ, հետո արդեն լուրը եկավ, որ Հայկազովում
դուրս թռանք տնից դեպի Հայկազով, որովհետև աղբորս հետ էլ կապ չէր լինում հաստատել։ Հասանք այնտեղ եւ չգիտեմ, լավ դժոխքեր։ Անտանելի տեսարաններ։ Բայց աղբերս ողջ էր, որտեղ ինքը հեռու էր ավելի, այդ թունի տեղից եկել էր մեքենայի մոտ, չգիտեմ ինչի համար։ Այդ պահին ինքը հեռու էր, հետո էր մոտեցել արդեն օգնելու համար։ Տենց։ Ես մեր իշխանություններին այդ օրը ավելի շատ ատեցի, քան Թուրքին։ Որովհետև երբ կմախք դարձած, բայց խոսող մարդ ես տեսնում, սարսափելի է։ Հետո դրանից հետո եկանք տուն ու որոշեցինք դուրս գալ։ Ես որ անդադ ուզում էի ոտը կախքցել, բայց աղբորս համար արդեն շատ էի վախենում, ինձ թվում էր, թե մահը իր հետևից ընկած, այսքանի ամեն ինչ նորմալ է, վերջապես դուրս գանք։ Հետո լսեցի, որ ասում են հիվանդանոցում օգնություն է պետք, բժիշկներ չկան, բան, որոշեցի գնալ հիվանդանոց։ Մանկական հիվանդանոցի մոտ արդեն զգացի, որ վախենում եմ։ Մութ էր, շատ մութ էր։ Ես էլ ընդհանրապես ցավից վախեցող եմ։ Ու այդ տեսարանները երկրորդ անգամ արդեն գիտակցեցի, որ ես տանել չեմ կարողանալու, թեկուզ գնում եմ օգնելու, չեմ կարողանալու օգնեմ, կարող է դեռ ավելին խանգարեմ։ Ու այդ ընթացքում ես ու մեծ եղբայրս էինք, իր ծանոթ տղաներից մեկ եկավ, խոսեց, ասում էր վիճակ չկա այնտեղ բան, ու ինձ ասեց քույրիկ լավ կլինի դու չգնաս։ Պետք չի գնաց, ասի, բայց գոնե պատգարակից ասեց բժիշկ ես, ասում եմ չէ, ասում եմ դե գնում ես ինչ անես, որ ոչ մի, ասեցի գոնե պատգարակից կբռնեմ, մեկին կօգնեմ հասնի հիվանդանոց, ասեց այնքան շատ են մարդ արդեն այնտեղ, որ նույնիսկ խանգարում են բժիշկներին։ Հետո եկանք ճանապարհին, տենց բանի մեջ էինք, խցանման մեջ կանգնած էինք, այդ հենց մանկական հիվանդանոցի մոտ, նորից հայտարարություն տեսա, որ սպիտակեղենի կարիք, մկրած, սպիտակեղեն, ցավազրկող, տենց բաներ են պետք հիվանդանոցից, դե տունն էլ մոտիկ էր այդտեղից։ Գնացի, եղբորս ու տղայիս ուղարկեցի տուն, գնացին ինչքան սպիտակեղեն, ասում եմ եկա Թուրքին է էլի մնալու։ Գնացինք, բերեցինք, տարա թողեցի մանկական հիվանդանոցում ու այդ վառված մարդկանց տեսած ցանկը, ծանոթ մարդկանց անուններ ցանկի մեջ դժոխային էր, բայց հաջորդ օրը դուրս եկանք երկու օր ճանապարհ, երկու գիշեր ավելի ճիշտ ճանապարհ, երկու գիշեր ու մի ցերեկ ճանապարհին էինք։ Բայց էլի չէի ընկալում։ Իմ համար դա վերջը չէր այդ ճանապարհի։ Ունես մի հանգիստ վիճակ կար մոտս։ Անհանգիստը տեղս էր, որովհետև շատ որ էինք մեքենայի մեջ, հարմար չէր, ոտերս չգիտեի որտեղ դնեմ, ցավում էր։ Այդ կանգնած երկար սպասելը անտանելի էր, բայց հայրենիքի կորուս չէր իմ համար։ Ես չէի զգում։ Ես չէի մտածում էի, բայց չէի հավատում, որ սա իմ վերջին դուրս գալն է։ Այդպես այդ բանը չկար։ Ու հետո ճանապարհին հիշում եմ մի տղամարդ եկավ, շատ փոքր երեխեք կային, որ սոված էին բնականաբար, տանը բան չկար, որ վերցնեն, ասեց ինչ կլինի էլի, մի հատ տեսնեք ում մոտ ինչ կա, իմի հավաքվեն գոնե երեխեքի համար մի բան, ու հավաքվեցին։ Այդ ժայռերի ձերբերից ջուր էինք հավաքում, ջուր էր կատկթում։ Ջուր հավաքեցինք, մեկի մոտ վերմիշել կար, մեր մոտ օրինակ կարտոֆիլ կար։ Ես մտածում էի, որ ուրիշ բան չլինի, կրակ կանենք, կխորովենք այդ կարտոֆիլը, երեխեքը կուտեն առանց հացի բան, որտեղ չգիտեինք ճանապարհին քանի օր ենք մնալու։ Մեկը վերմիշել բերեց, մեկը ասեց ձեթ ունեմ,
մեկ ասեց ես ալյուր ունեմ, ճանապարհին տենց հաց թխեցինք, սաղը մի բանի մեջ, կաթսայի մեջ, այս մեր հարսն էլ մի կաթսա էր վերցրել իրար հետ, ասում էր սա չեմ կարա թողնեմ 25000 եմ տվել ու շատ սիրում եմ։ Բայց վերջում այդ կաթսան մնաց ճանապարհին, որտեղ կաթսան հանել էինք, որ մեջը հաց թխեն, թե մեջը վերմիշիլ սարքեն են մյուսի կաթսայի մեջ հաց թխեն բան, հետո եկանք հասանք Երևան, բարձվեց, որ այդ կաթսան թողել ենք ճանապարհին, այդ իրա 25000-անոց կաթսան։ Ու մի աղջիկ նույնիսկ այդ թերթերուկ թխեց, այդ քաղցր բլիթները երեխեքի համար, չգիտեմ ով պես օգուներ բերեց, տենց թխեց, եւ հիշում եմ մի սպայի կին կար, ասաց երթվեք, որ հետ գալուց բոլորդ այս նույն վայրում մեր խմբից սպասելու եք։ Ինքն էլ իմ նման ինձ չէր հավատում, ասաց մի տեսակ զգացողությունն է, որ սա վերջ չի։ Նայեցի իրան ծիծաղեցի, ասեց դու էլ ես տես մտածում, ասեց ես էլ ունեմ զգացողություն, բայց չգիտեմ, չեմ հասկանում դա իմ օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, թե իսկապես իմ ինտուիցիան ճիշտ է, ասեց իմը ճիշտ է, բայց պիտի գանք բոլորս այստեղ հավաքվենք, հիմա վերմիշել ենք ուտում, այն վաղ բոլորս միասին խորոված կանենք, հետո կմտնենք հայրենիք։ Չգիտեմ հիմա այդ աղջիկը որտեղ է, կապ չունենք, անծանոթ էր, մենակ գիտեմ, որ անունը Արևիկ էր։ Իսկ ավելի շատ պարաջատ ուներ, բայց Արցախում ապրելուց այդ ինքնությունը էլի, որպես հայ, ավելի շատ Արցախցի զգում, ըստ Հայաստանցի զգացողությունը Արցախի հայ։ Որովհետև ուզենք թե չուզենք, մենք տարբերվում ենք։ Վատ իմաստով չեմ ասում տարբերվում ենք։ Նույնիսկ այն օրը մեր աշխատողներից մեկ եկավ, ասում է մայրս ուսուցիչ է, ասում է հիացած է արցախցիներով։ Ասում եմ մի ուրիշ տեսակ կազմակերպված են իրանք, ուրիշ ձևի է, մտածելակերպը ուրիշ ձևի է, ասում եմ, որովհետև մեր կյանքը ուրիշ ձևի էր, մենք ստիպված էինք ուրիշ ձևի լինել Արցախում, որովհետև անընդհատ այդ վտանգը կար, անընդհատ արագ մտածելու, արագ կողմնորոշվելու այդ բանը կա, ու հիշում եմ, որ 20 թվականին ընկերուհիս, որ Հադրութից եկել էին Աբովյան, հենց այդ օրը այդ բանը անօթաչուն, որ հայտնվեց Հայաստանում, ինքը զարմացած էր, ասում է, այս մարդիկ չեն հասկանում ինչա դա, ասում է, մի քանի րոպեում շենքում մնացել ենք մենակ մենք, ասում է, դուրս էին թռել, նստել էին մեքենաներ, իրանք էլ չգիտեն ուր են գնում, ասում եմ, դու գիտեք, որ դուք կենթանի թիրախ եք հիմա այդ մեքենաներով, եթե իսկապես լուրջ է վտանգը ռմբակոծելու խնդիր կա, դուք ձեր նկուղը բացեք, մտեք նկուղը, սուր եք լույսերը վառած գնում։ Ուզում եմ ասել, կան բաներ, որ մենք ստիպված ենք տարբերվել մեր մտածելակերպով, կյանքի հանդեպ մեր մոտեցումով։ Դրա համար եմ ասում Արցախի հայ, որին կյանքը փոխել է։